Պարոն Քոչարյան, քանի որ զրույցում շատ քիչ խոսեցին Քարոզ Արշավի մասին եւ քանի որ ես վերջինն եմ, փորձեմ Քարոզ Արշավի հետ կապված հարց տալ։ Քարոզ Արշավի այս ամբողջ ընթացքում իշխանությունը իր Նիկոլ Փաշինյանը մասնավորապես իր ամբողջ ելույթների առանցքը կառուցում է 3 հիմնական ուժերի ղեկավարների քննադատության վրա եւ խոսում է ապօրինի գույքի մասին, խոսում է բոլորին կներեք իր մեջ բերեմ արտահայտությունները սատկացնելու մասին, բանտերում նստեցնելու մասին, ժողովրդին ասում է իրենց ունեցվածքը բոլորը ձերն է դառնալու։ Եվ նաև ասում է, որ իր վերընտրության դեպքում դուք բոլորդ 3 լիդերները երազելու եք Հայաստանից փախչելու մասին։ Հարցս ուղիղ եմ տալիս, դուք Նիկոլ Փաշինյանի ընտրությունից հետո փախչելու եք երկրից, պարոն Քոչարյան։ Փախչողն է երևի վաղուց փախած կլինի։ Ինքը իր ենթագիտակցությունը այն վախերն է սենց բերում իր լեզվին հասցնում, որոնցով ինքը տառապում է։ Փախնողը ինքն էր, չէ՞, մարտի 1-ի դեպքերից հետո փախավ։ Նոյեմբերի 9-ին հայտարարությունը ստորագրելուց հետո 2 շաբաթ բունկերում հայտնվեց։ Մարդը իր տեսակով փախնող է եւ այդ իր վախերը, այսպես ասենք, արտահայտում է իր ենթագիտակցությամբ, փորձում է ասես տեղափոխել ուրիշների վրա։ Եվ չեմ կարծում, որ որևէ մեկը ում անունները ինք տալիս է փախնող է։ Ինքը հաստատ փախնելու է։ Այստեղ չեմ կասկածում։ Կտա Փախնելը խասյաթ է։ Ուր էլ գնա հետ ենք բերելու։ Միայն Ադրբեջան կա, որ Թուրքիա, որտեղ կարող է գնա եւ հանգիստ մնա։ Ես կարծում եմ նաեւ այն մեծ լագը, որը կա ընտրություններից հետո եւ միջև իշխանության հանձնումը իրեն մեծ հնարավորություն է տալիս ճողոպրելու։ Իսկ դրա վարպետն է ինքը։ Դեռ մրցակից չունի։